Դուք առավոտյան տանն եք, երբ որ եկան խուզարկելու, ինչ էին փնտրում։ Իրանք ինչ որ փնտրում էին, ես կոնկրետ չեմ կարող ասել, բայց ոչ մի բան չեն գտել։ Այսինքն տանից որևէ իր չեն գտել։ Իսկ դուք տեղյակ եք նախնական տեղեկություններ նաև տարածվեցին քիչ առաջ այն մասին, որ գործը կառուցված է ընդհանրապես աշխատանքից ազատվելու դիմումի հրապարակման վրա։ Սա են համարում պետական գաղտնիք ըստ էության։ Պատկերացրեք, տեղակ չեմ դες բանից։ Իրոք տեղակ չեմ, ասենք նոր լրատվություններով դες բաներ ասեմ, ես մի քիչ զարմանք եմ անում։ Իսկ ինչ կարող է հիմքում լինել։ Նաև նշվում էր գուցե այն, որ վերջին ժամանակահատվածում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների հետ է մտերմություն ունեցել, թե սա էլ դե ինքը եթե ես չգիտեմ դե ոնց եմ մարդկանց հետ շփվի, իրավունք ունի մարդկանց հետ շփվելու։ Ինքսա 22 տարի ծառայել է, շատ մարդկանց հետ է շփվել, շատերի հետ ընկերություններ է։ Հենց այդ է խնդիրը 22 տարի ծառայած անձը, ինչի է հայտնվել զինված ուժերից դուրս։ Ինքը թոշակի անձ է։ Ինքը արդեն թոշակի է։ Դե ես կոնկրետ բան չեմ կրասում, հաստաբանը գնում որ կիմանանք ինչ կա ինչ։ Իսկ այս ընթացքում որևէ տեղեկություն ձեզ փաստաբանը հաղորդել է։ Չէ, ես փաստաբանին չեմ տեսել ինչի։ Գործով այլ անձել է անցնում, կարծես թե դա անձի հետ կապված արդեն որոշում կա կալանքի։ Սելենոր կա, բայց ես այդ մարդուն հետ չեմ ճանաչում, ես կոնկրետ չգիտեմ։ Իսկ ձեր կարծիքս ամենի վերաբերյալ ո՞րն է։ Ես ոչ մի կարծիք չեմ կարող հայտնել, որտեղ իմ երեխան այդ մարդը չի եղել, ինքը շատ հանգիստ, համեստ։ Եթե ինքը համեստ ծառայող չէր, լավ ծառայող չէր, մարդական խաչ առաջ չեմ ստանալ։ Ազգային հերոս էլ չէր դա։ Այդքան բան։ Իսկ խուզարկության ժամանակ ովքեր են տանը եղել, քանի անձ է եկել խուզարկության ժամանակահատվածում, այսինքն իրավապահների խումբ է եղել, մի քանիցն են եղել, ինչպես է էլի ընթացը։ Իշխանություն 6 հոգի էին։ 6 էին։ Մեկը քննիչն էր։ Իսկ այն մնացածներին կոնկրետ չգիտեմ։ Քննիչին ասենք ինքը ներկայացա որ ինքը քննիչն էր։ Խուզարկության ժամանակ ես տունը չեմ եղել։ Ստուրս եմ եկել դից։ Բայց հետո իմացել եմ որ ոչ մի բան չեն գտել։ Չէին կրա գտնեին։ Ոչ մի բան չեն գտել։ Ինքը ինչ ունեցել է, սա թողել է Ղարաբաղ, սա ջարդել է, թափել է թողել է եկել։ Որսը ձեր անունը ինձ Մալոյանը։ Շնորհակալ եմ։